Կախարդված արքայադուստրը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի թագավորությունում պալատական հեծյալ գվարդիայում մի զինվոր 25 տարի ազնիվ ու հավատարիմ ծառայեց։ Լավ վարքի համար թագավորը սրան ազատ արձակեց ու որպես պարգև ծառայության ձին թամբով ու սարքով տվեց նրան։ Զինվորն ընկերներին հրաժեշտ տվեց ու ճամփա ընկավ տուն։ Մի օր գնաց, 2 օր, 3, այդպես 3 շաբաթ անցկացավ, զինվորի փողը հատավ ու ոչ իրեն ուտելու բան մնաց, ոչ ձիուն, իսկ տունն էլ դեռ շատ հեռու էր։ Տեսավ, որ գործը վատ է, շատ է սոված, սկսեց դես ու դեն նայել ու միտեղ մի մեծ ապարանք տեսավ։ Հապա մտնեմ այդտեղ, մտածեց զինվորը, գուցե ծառայության վերցնեն, մի բան վաստակեմ։ Ձիու գլուխը շուռ տվեց ապարանքի կողմը, հասավ բակ, ձին տարավ ախոր, կեր տվեց, ինքը մտավ ներս։ Պալատում էլ սեղանը բաց արած, վրան ուտելիք, խմելիք, ինձ սիրտդ ուզի դրած։ Զինվորը կերավ ու խմեց ու մտածեց, թե հիմա քնելն էլ բաց չէր լինի։ Մեկ էլ ներս մտավ մի արջ։ Չվախենաս ինձնից, կտրիչ տղա, քո էստեղ գալը բարի էր, ասավ արջը։ Ես արջ չեմ, գեղեցկուհի եմ, կախարդված արքայադուստր, թե դու պինդ կենաս ու 3 գիշեր էստեղ մնաս, կախարդանքը կվերանա, ես էլի արքայադուստր կդառնամ ու քեզ կառնեմ։ Զինվորը համաձայնեց, արջը գնաց ու ինքը մնաց մենակ։ Էստեղ մեջը մի կարոտ ընկավ, մի կարոտ, որ ուզեց աշխարհը թողնի, միայն թե գնա, ու ինչքան շատ մնաց, սիրտն այնքան ուժեղ ճմլվեց, գինին էլ որ չլիներ, մի գիշեր էլ չէր դիմանա։ 3-րդ օրը բանը նրան հասավ, որ զինվորն ուզեց ամեն ինչ թողնի ու ամրոցից փախչի, բայց ինչքան չարչարվեց, ելքը չգտավ, դե ինչ արած, ստիպված մնաց։ 3-րդ գիշերն էլ մի կերպ անցկացրեց, առավոտը մի հուրի փերի արքայադուստր ներս մտավ, տղայից շատ շնորհակալ եղավ ու պատվիրեց, որ հարսանիքի պատրաստություն տեսնի։ Տեղն ու տեղը հարսանիք արին ու սկսեցին իրար հետ կյանք վայելել, աղ չքաշել։ Մի որոշ ժամանակ անցկացավ, զինվորը որոշեց իր երկիրը գնա։ Կինն էլ սկսեց համոզել, որ այդ մտքից ետ կանգնի։ Մի գնա այնտեղ, ասավ, հարազատս, էստեղ ինչդ է պակաս։ Չէ, չկարողացավ համոզել։ Ամուսնուն հրաժեշտ տվեց, սերմնացույով լիքը մի պարկ տվեց նրան ու ասաց. որ ճանապարհով էլ գնաս, 2 կողմի վրա այդ սերմնացուն շախտուր։ Սերմը որտեղ որ ընկնի, այնտեղ նույն րոպեին ծառ կբուսնի ու կաճի։ Ծառերի վրա լավ պտուղներ կլինեն, ծտերը երգ կասեն, կատուները հեքիաթ կպատմեն։ Կտրիչ տղեն նստեց հավատարիմ ձիուն ու ճամփա ընկավ։ Որտեղով որ անցներ, ճանապարհի 2 կողմը սերմ էր շաղ տալիս ու նրա ետևից անտառ էր գոյանում։ Խամ գետնի տակից ծառեր էին բսնում։ Մի օր գնաց, 2 օր, 3 օր, տեսավ բաց դաշտում մի քարավան կանգնած, կանաչի վրա էլ վաճառականները նստած թուղթ են խաղում, կողքներին էլ մի պղինձ է կախարած, որ տակը կրակ չկա, բայց ջուրը մեջը եռում է։ Այ քեզ հրաշք, մտածեց զինվորը, կրակ չկա,
բայց ջուրը եփ է գալիս։ Սպասիր մի տեսնեմ, ինչ բան է սա։ Ձիու գլուխը շուռ տվեց, մոտեցավ վաճառականներին։ Բարև, ազնիվ պարոններ։ Մտքովը չի էլ անցնում, որ կարող է սրանք սատանեկ լինեն, ոչ թե վաճառական։ Լավ բան եք հնարել, պղինձն առանց կրակի եռում է, բայց իմն ավելի լավն է։ Ու բարկից մի սերմի հատիկ հանեց, գցեց գետնին, թե չէ, տեղն ու տեղը մի դարավոր ծառ աճեց, այդ ծառի վրա լավ պտուղներ, երգող ծտեր, հեքիաթ ասող կատուներ։ Սրա խոսքերից սատանեքը գլխի ընկան, թե ինքն ով է։ Հա, ասին, դա էն է, որ թագավորի աղջկան ազատեց, եկեք դրան էն տեղից խմացնենք, թող կես տարի քնի։ Սկսեցին հյուրասիրել, թագավորը կախարդական թուրմը խմեց ու ընկավ խոտերի վրա, խոր քնով քնեց, իսկ վաճառականները քարավանն ու պղինձն իսկույն չքացան։ Դրանից շատ չանցած թագավորի աղջիկը դուրս եկավ այգի, տեսավ ծառերի կատարները չորանում են։ Խեր չի, մտածեց նա։ Կա, չկա, մարդուս մի բան է պատահել։ 3 ամիս է անցել, ինչ գնացել է, ժամանակն է, որ ետ եկած լիներ։ Չկա ու չկա։ Պատրաստվեց ու գնաց ման գալու։ Գնաց էն նույն ճանապարհով, որով զինվորներ գնացել։ Ճամփի երկու կողմը անտառներ, ծտերը մեջը երգ են ասում, կատուները հեքիաթ պատմում։ Հասավ էն տեղին, ուր էլ ծառ չկա, ճամփեն բաց դաշտով է անցնում։ Բա ուր է կորել, միտք արավ աղջիկը։ Հո գետնի տակ չի անցել։ Տեսավ այդտեղ մի հրաշալի ծառ, ծառի տակ էլ իր սիրած ընկերը ընկած ու քնած։ Մոտ վազեց, սկսեց հրել, հրմշտել, տեսավ չէ, չի զարթնում, սկսեց կսմթել, քորոցներով կողերը ծակծկել, իսկ սա ցավ չի զգում, մեռելի պես պառկած տեղից չի էլ շարժվում։ Էստեղ թագավորի աղջիկը ջղայնացավ ու ամբողջ սրտով անիծեց։ Քեզ նման քնկոտին թող քաջ քամին տանի ու անհետ կորցնի։ Հենց այդ անեծքը բերանից դուրս թռավ, քամիները վեր ելան, մի վայրկյանում կատաղած մրրիկը զինվորին մեջն առավ, պտտեցրեց ու թագավորի աղջկա աչքից կորցրեց։ Արքայադուստրն ափսոսաց, որ խոսքից վատ բան դուրս եկավ, աղի արցունք թափեց, բայց դե ուշ էր, ետ եկավ տուն ու սկսեց մենակ ապրել։ Իսկ խեղճ զինվորին կատաղած մրրիկը տարավ 30 սարից են կողմ, 30-րդ թագավորությունը ու գցեց 2 ծովերի միջի ամենանեղ տեղը, թե որ քնած տեղը աջ կամ ձախ թեքվի, տեղն ու տեղը ծովը կընկնի, էլ թե կարող ես գտիր։ Կտրիչ տղան կես տարի քնեց, մատն էլ չշարժեց, իսկ հենց զարթնեց, իսկույն վեր թռավ, տեսավ 2 կողմից ալիքներ են խփում ու ծովին էլ սահման չկա։ Այդպես կանգնած ինքն իրեն միտք արեց. Էս ինչ հրաշքով եմ էստեղ ընկել, ով է ինձ էստեղ բերել։ Այդ նեղ ցամաքով գնաց, դուրս եկավ մի կղզի։ Այդ կղզու վրա մի բարձր լեռ կար, կատարն ամպերում կորած, վրան էլ մի մեծ քար։ Մոտ գնաց, տեսավ 3 սատանա կռիվ են անում, իրար բզիկ անում, արյուն թափում։ Կանգնեք, անիծվածներ, ինչի եք կռվում։ 3 օր առաջ մեր հերը մեռավ ու 3 հրաշալիք թողեց։
թռչող գորգ, արագավազ կոշիկ ու անտեսանելի գլխարկ։ Հիմա չենք կարողանում բաժանել։ Այ նզովվածներ, դատարկ բանից կռիվ եք անում։ Ուզում եք ես ձեզ օգնեմ, բաժանեմ, գոհ կլինեք, ես ոչ մեկից չեմ նեղացնի։ Վայ, երկրացի, շատ ենք խնդրում, բաժանի էլի։ Դե լավ, վազեք սոճու անտառները, ամենքդ 100 փութ ձյութ հավաքեք ու բերեք էստեղ։ Սատանեկն ընկան սոճուտները, 300 փութ ձյութ հավաքեցին ու բերին զինվորի մոտ։ Հիմա ձեր դժոխքի ամենամեծ կաթսան մոտ բերեք։ Սատանեկը մի 40 տակառի չափ կաթսա քարշ տվին բերին ու ամբողջ ձյութը լցրին մեջը։ Զինվորը կրակ արեց ու հենց ձյութը հալվեց, սատանեքին հրամայեց, որ կաթսան հանեն սարի գագաթն ու ձյութը վերևից թափեն։ Սատանեքը էդ արին։ Դե, ասավ զինվորը, հիմա էդ քարը հրեք, թող սարից գլորվի, դուք էլ ետևից վազեք, առաջ կտրուկի տվեք։ Ով բոլորից շուտ հասնի քարին, թող հրաշալիքներից ուզածը վերցնի, ով երկրորդը հասնի, թող են երկուսից իրա ուզածն ընտրի, իսկ վերջինն էլ թող մնա երրորդին։ Սատանեքը քարը սարից գլորեցին ու երեքով ընկան ետևից։ Մեկը հասավ, ընկավ քարի վրա, քարը շուռ եկավ, դրան տակովն արավ, թաղեց ձյութի մեջ։ Մի քիչ հետո երկրորդ, երրորդ սատանեկն էլ հասան քարին, դրանք էլ տակով եղան ու պինդ կպան ձյութից։ Զինվորն արագավազ կոշիկներն ու անտեսանելի գլխարկը դրեց թևի տակ, թռչող գորգին նստեց ու թռավ, գնաց իր երկիրը գտնելու։ Շատ գնաց թե քիչ, վեր եկավ մի խրճիթի մոտ։ Մտավ, տեսավ խրճիթում ոտները փետացած, ատամները թափած մի ջադու պառավ է նստած։ Բարև տատի ջան, ասա ոնց գտնեմ իմ գեղեցկուհի թագուհուն։ Չգիտեմ տղա ջան, ոչ տեսել եմ, ոչ լսել։ Դու գնա այսքան ծովից ու այսքան սարից են կողմ, այնտեղ իմ միջնեկ քույրն է ապրում, նա ինձանից գիտուն է, կարող է քեզ մի բան ասի։ Զինվորը թռչող գորգը նստեց ու թռավ, շատ թռավ, շատ ման եկավ աշխարհով մեկ, հենց ուտելն ու խմելը գալիս էր, անտեսանելի գլխարկը հագնում, իջնում էր մի քաղաք, մտնում էր շուկա, ուզած բաները հավաքում, լցնում էր գորգի վրա ու նորից թռչում։ Վեր եկավ մի ուրիշ խրճիթի մոտ, տեսավ այնտեղ էլ մի ջադու պառավ նստած, ոտները փետացած, ատամները թափած։ Բարև տատիկ, չես իմանում, որտեղ է իմ գեղեցկուհի թագուհին։ Չէ, տղա ջան, չգիտեմ։ Գնա այսքան ծովից ու այսքան սարից են կողմ, այնտեղ իմ մեծ քույրն է ապրում, կարող է նա իմանա։ Պառավ ջադու, քանի տարի է աշխարհիս երեսին ապրում ես, լրիվ ատամները թափվել են, բայց մի կարգին բան չգիտես։ Թռչող գորգը նստեց ու թռավ մեծ քրոջ մոտ։ Շատ ման եկավ, շատ թափառեց, շատ երկրներ ու շատ ծովեր տեսավ, վերջը հասավ աշխարհի ծայրը։ Այստեղ մի խրճիթ կար, իսկ դրանից այն կողմ էլ ճամփա չկար, մութ էր, բան չէր երևում։ Դե, մտածեց, որ էստեղ էլ մի բանի չհասա, ուրեմն տեղ չունեմ գնալու։ Մտավ խրճիթը, տեսավ ջադու պառավը նստած, ոտները փետացած, ատամները թափած։
Բարև, տատի, ասա ուր է իմ թագուհին։ Մի քիչ սպասիր, իմ քամիներին կանչեմ, հարցնեմ, չէ որ դրանք աշխարհով մեկ փչում են, կիմանան, թե որտեղ է ապրում։ Պառավը դուրս եկավ, ուժեղ ձենով կանչեց, ջահել տղի պես սուլեց, մեկ էլ ամեն տեղից, ամեն կողմից քամիներ է, որ վեր կացան։ Խրճիթը սկսեց հիմքից ցնցվել։ Կամաց, կամաց, գոռաց ջադու պառավը։ Ու հենց քամիները եկան հավաքվեցին, սկսեց դրանց հարցուփորձ անել։ Իմ քաչ քամիներ, դուք աշխարհով մեկ փչում եք, չեք տեսել, թե ուր է ջահել թագուհին։ Քամիներն էլ մի մարդու նման թե չէ, ոչ միտեղ չենք տեսել։ Բոլորդ եք էստեղ։ Բոլորս, բացի հարավային քամուց։ Մի քիչ հետո հարավային քամին թռած եկավ, սրան էլ հարցրեց։ Էդ ուր ես կորել է մեռանք սպասելով։ Մեղքն իմ վիզը, տատի, մտա մի նոր թագավորություն, այնտեղ մի չքնաղ թագուհի կա, մարդն անհետ կորել է ու հիմա արքա թե արքայազն, թագավոր թե թագավորազն, լրիվ եկել դրան են ուզում։ Իսկ ինչքան է հեռու նոր թագավորությունը։ Ոտով 30 տարի, թևով 10 տարի, իսկ ես որ փչեմ 3 ժամում կհասցնեմ։ Զինվորն էլ սկսեց աղաչել պաղատել, որ հարավային քամին իրեն վերցնի, տանի նոր թագավորություն։ Լավ, ասավ հարավային քամին, ես քեզ կտանեմ, մենակ թե ինձ իրավունք տաս քո թագավորությունում 3 օր ու 3 գիշեր ազատ ֆրֆռամ։ Կուզես 3 շաբաթ ֆրֆռա։ Դե լավ, ես 2-3 օր հանգստանամ ու ժառնեմ նոր ճամփա կընկնենք։ Հարավային քամին հանգստացավ, ուժ հավաքեց ու զինվորին ասաց. Դե եղբայր, վեր կաց, հիմա ճամփա ենք ընկնում, բայց տես, չվախենաս, վերջը լավ է լինելու։ Ասելն ու կատաղած քամու փչելը մեկ եղավ, զինվորին առավ օդ հանեց ու ամպերի միջով սարերի ու ծովերի վրայով թռցրեց, ուղիղ 3 ժամ հետո տարավ, հասցրեց նոր թագավորություն, որտեղ իր գեղեցկուհի թագուհին էր ապրում։ Հարավային քամին թե մնաս բարով, ասավ, կտրիչ տղա, մեղքս ես գալիս, չեմ ուզում քո թագավորությունում զբոսնեմ։ Էդ ինչի որ։ Նրա համար, որ եթե զբոսնեմ, քաղաքի մեջ տուն, այգիների մեջ էլ ծառ չի մնա, ամեն ինչ գլխիվայր շուռ կտամ։ Դե գնաս բարով, շնորհակալ եմ, ասավ զինվորը, անտեսանելի գլխարկը հագավ ու գնաց դեպի սպիտակ քարե պալատները։ Դու մի ասա, քանի ինքը կորած էր, այգու ծառերը լրիվ չորացել էին, իսկ հենց եկավ ծառերը շունչ առան ու սկսեցին ծաղկել։ Զինվորը մտավ մեծ սենյակը, տեսավ խնամախոսները, արքա ու արքայազն, թագավոր ու թագավորազն, սեղան նստած քաղցր գինի են խմում։ Հենց փեսացուն բաժակը լցնում ու շուրթերին է առնում, որ խմի, զինվորը բռունցքով տալիս է, բաժակը թռցնում, կոտրում։ Հյուրերը զարմանում են, իսկ գեղեցկուհի թագուհին տեղն ու տեղը միտք է անում, թե կա, չկա, սիրած ընկերս ետ է եկել։ Պատուհանից նայում, տեսնում է, որ այգու ծառերը ծաղկել են, հյուրերին մի հանելուկ է ասում։ Ես մի սիրուն տուփ ունեի, ոսկե բանալին վրան, էդ բանալին ես կորցրի, գտնելու հույս չունեի։
բայց հիմա ինքն իրեն հայտնվեց։ Ով ես հանելուկը լուծի, նրան էլ կուզեմ։ Արքա ու արքայազն, թագավոր ու թագավորազն, այդ հանելուկի վրա խելք-խելքի տվին, գլուխ ջարդեցին, բայց պատասխանը չգտան։ Էստեղ թագուհին ասավ. «Իմ սիրելի ընկեր, դուրս արի»։ Զինվորն իր անտեսանելի գլխարկը հանեց, թագուհու ճերմակ ձեռքը բռնեց ու շաքար շուրթերը համբուրեց։ «Էս էլ ձեզ հանելուկի պատասխանը», ասավ գեղեցկուհի թագուհին։ «Սիրուն տուփը ես եմ, բանալին էլ իմ հավատարիմ ամուսինն է»։ Ստիպված փեսացուները ետ դառան, գնացին իրենց տները, իսկ թագուհին սկսեց իրա մարդու հետ ապրել, կյանք վայելել, աղ չքաշել։